Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը լայնամասշտաբ օդային հարվածներ է հասցրել Իրանին, թիրախավորելով խոշոր քաղաքներ՝ Շիրազը, Սպահանը, Թավրիզը, Թեհրանը։ Իսրայելի հիմնական թիրախներից են եղել Նաթանզ քաղաքի Իրանի հիմնական միջուկային կայանը, այդ երկրի հրթիռային ենթակառուցվածքներն ու ռազմական օբյեկտները։ Իրանը պաշտոնապես հաստատել է 5 զոհի փաստը, որոնցից 3-ը Իրանի ամենաբարձրաստիճան զինվորականներից են։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին և բարձրաստիճան գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդը։ Մյուս երկուսը միջուկային ֆիզիկոսներ են։ Կան նաև վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Իրանի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ հարվածները անպատասխան չեն մնա։ Ըստ իրանական աղբյուրների, Իրանը մի քանի 100 անօդաչու սարքեր է ուղղել Իսրայել Իրաքի տարածքով և խոսում է 100%-անոց պատրաստության մասին։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի մասնակցել գործողությանը, սակայն աջակցելու է դաշնակիցներին պաշտպանվելու Իրանի հարվածներից։ Իսկ Նեթանյահուն ասել է, թե այդ քայլը միտված էր իրանական միջուկային զենքի ստեղծման կանխարգելմանը, հատուկ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին իր դիրքորոշման համար։ Այս իրադարձությունները կատարվել են հունիսի 15-ին Օմանում նախատեսված Իրան-ԱՄՆ 6-րդ հանդիպումից առաջ։